Այն նպատակները, որոնք որ դրել էին Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սկզբնական նպատակը դա այդպես կոչված միջուկային եւ massամբ հրթիռային, ասենք, միջոցների ոչնչացումը Իրանի եւ նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության գլխատումը, եթե կարելի ասել։ Massամբ դա հնարավոր եղավ անել, չնայած որ մենք չունենք վերջնական պատկեր, թե արդյոք իսկապես Իրանի ամբողջ միջուկային ծավալը ոչնչացվել է, կան լուրջ կասկածներ, որ եւ այդ հարստացման միջոցները եւ հարստացված ուրանի պաշարները մեծ հավանականությամբ չեն գտնվել այն վայրը, որ ոչ թե նույնիսկ Իսրայելի, այլ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերն են հարձակել, բայց դրա հետ մեկտեղ նաեւ գլխավոր տարբերությունը, որ նպատակը դա էր եւ եթե արդյունքում որպես ացանցիալ նաև հնարավոր լիներ Իրանում քաղաքական ռեժիմի փոփոխություն իրականացնել, դա բնականաբար դրական շատ կարևոր ազդակ կլիներ, բայց դա տեղի չունեցավ։ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանի նպատակը ի սկզբանե այլ էր, նպատակը դա ամբողջ քաղաքական ռեժիմի փոխելն էր եւ երկիրը ոնց որ կոնտրոլի տակ վերցնել էր։ Եվ դա ոնց տեսանք 4 տարի առաջ գրեթե տեղի չունեցավ։